ներգրավվածությունը անհայտ կորածների, հարազատների, այսինքն մայրաքաղաքի վարչական շրջաններ, մարզեր եւ առհասարակ ինչ թվերի մասին է խոսքը բոլոր 3, ասենք 90 պայմանական ասենք 90-23 թվականների օրինակ ասենք հնարավոր է որ չգիտեմ չունի հեռավոր բնակավայրում ինքնին որ այս տարիներին ինքն իր ցավի մեջ իր դարդի մեջ միայնակ այսինքն եթե մարդը իր բնույթով այդքան էլ ակտիվ չէ հնարավոր է որ ձեր ուշադրությունից ինքը դուրս մնա այդ ներգրավվածության մասին եմ ուզում խոսել եւ ինչ թվերի մասին է խոսքը Շատ շնորհակալություն հարցի համար ուրեմն ընդհանուր թիվը 1000 ընտանիքի մասին է խոսքը 90-ականներից մինչև 23-ի պայթունի եւ պատերազմական իրադրության ժամանակա ընթացքում իսկ ներգրավվածության մասին լավ հարց տվեցիք հենց մեր ասոցիացիան միտված է նաեւ դրան որպեսզի այն ծնողներ ով որ հիվանդ են միայնակ են աշխատանքի պատճառով չեն կամ բարձրաձայն են մենք կարողանանք իրանց տեղը իրանց աշխատանքը կատարել կոնկրետ 6 տարի մենք հենց դրանով էլ զբաղվում ենք մարզային կառույցները բանի հանձնաժողովի վարչապետի որոշմամբ տարածքային կառավարումը պետք է օգտակար լինի, բայց ես հələ որ տենց դրական չեմ ասի, որ դրական աշխատանք արվել է, մենք հենց դրանով էլ պետք է զբաղվենք, տարածքային կառավարման մարմինների հետ պետք է քննարկենք, միջոցառումներ պետք է անենք, մի խոսքով ինչ վերաբերվում ան այդ կորածի գտնելուն կամ իր ընտանիքի իրավունքներին մենք սկսելու ենք դրանով զբաղվել։ Ճիշտ է, նորաստեղծենք հնարավորություններս քիչ է, բայց 5 տարի այնց կոփված վիճակ է մեր մոտ, որ պատրաստ ենք ամեն ձևի աշխատանքների։ Ձեր հաջորդ քայլերը որոնք են լինելու, որոնք եւս մեկ քայլով կմոտեցնեն որպես արդեն Ես նոր մի քիչ առաջ ասեցի զեկույցը, որ ուղարկել եմ, զեկույցը մոտակա ամսվա մեջ մենք կոնֆերանս ենք մտածել բանելու, մեկ էլ նախատեսվում է համաժողով անայդ կորածների մի բանին հարցին վերաբերվող, որը իմ կարծիքով կկազմակերպի Հայաստանում Մեր առաջարկն է տարբեր երկրներից անայդ կորածի ընտանիքներ հրավիրենք Հայաստան ու իրանց հետ էլ մի հատ հասկանանք իրանց խնդիրները ոնց, մեր խնդիրները ոնց ու շատ հնարավոր է որ մի հատ էլ գանք իրար համաձայնության գանք, որ հնարավոր է մի հատ աշխատենք, մի հատ ինչ-որ կառույց միջազգային մենք ստեղծենք անայդ կորածներին վերաբերվող։ Այսպես նպատակներ կա, դե չեմ ասում, քննչական գործողությունները պետք է արվի, դատաբժշկական, դատագենետիկականները պետք է արվի, որի մեջ մենք համարյա թե արդեն մասնագետներ ենք դարձել ու շատ ծնողներ կան, հետո որ առիթ կլինի իրանք կպատմեն ինչեր ենք արել, ինչեր ենք հասել։ Եթե կարելի է ինչ տեղեկություններ կան բռնի ամենացածների, այսինքն հնարավոր գերության մեջ գտնվող Սենց ասեմ, դες բռնի տեղեկություններ կան վերջին տվյալներ կամ ջրեվայ պարկանց ինչ-որ կապ չեմ ուզում ասել, բայց այդուհանդերձ կասկածներ, որ մարդը ոչ թե, չգիտեմ, զոհվել է, այլ գտնվում է գերության մեջ, բայց Ադրբեջանը օրինակ տեղեկություններ չի հայտնում։ Ուրեմն սենց ձեզի պատասխանեմ, եթե ես ֆիզիկական անձ լինեի, երեք չեմ իսօր որ հարցնեի, ասեի կան, այդպես մարդիկ կան, ընդեղ են, բայց այսօր առանց փաստերի դա ուղղակի խոսակցություններ է, բայց հույսով ենք ճիշտ խոսակցություններ է, մենք տարբեր աղբյուրներից լսում ենք, որ շատ գերիներ այնտեղ ունենք, որոնք հաստատված չեն։ Բայց էլ եմ ասում, դա խոսակցության մակարդակի է, ոչ մի ձևի փաստ չկա, որի վրա կարելի է հիմնվել ու առաջնորդվել այդ խոսակցություններով։ Հարցի մյուս կողմը որն է մոռացա։ Հետը։
աշխատանք տարվելու է ձեր ասոցիացիայի կողմից նաև միանշանակ ես ասում եմ ինչ հնարավոր է, ինչ կարելի է, ինչ դաժե որ մտածված չի պետք է մտածենք ու դա առաջարկենք, որպեսզի իրականացվի։ Ես ինչի համար ասեցի, Սփյուռքն այդ համագործակցությունն է պետք, քանի որ խոսում ենք, ասես մի հատ խնդրանք այն մարդկանց, ովքեր պատերազմին մասնակից են ելել, քանի որ ես հետնյոտն եմ, ճանապարհորդություններ նման տաքսիներով, երթուղայիններով, ճանապարհին շատ խոսակցություններ է հանդիպում, որ հետաքրքիր է, պետք է ստուգվի։ Ես խնդրում եմ, ով այտենց օդում թափառող ինֆորմացիա ունի, կարող եք դիմեք մեզ, ասեք, մենք հետաքրքրվենք, ճշտենք, կարող ինչ-որ մի հատ օգուտ բերի ու հելնենք ինչ-որ մի հատ հետքի վրա ու շարունակենք այդ երեխեքին գտնելու աշխատանքները։ Մենք ամեն ինչ ենք անելու, մենք կարելի ասել աշխարհից կտրված նվիրված ենք այս գործին։